Այսպես դուք դիտում եք Arm Comedy հետ սահմանադրյալ արդյունքվերկա հաշվարկային հաղորդումը։ Այսօրվա հետ սահմանա հաղորդման մեջ մենք ներկայացնենք այն ամենը ինչ եղավ, լինում է եւ վերջ, ինչ լինելու է դա չեն կարող ներկայացնել։ Հա, շատ հուզիչ թողարկում է սպասվում բոլորիս, բռնվեք եւ դիտեք։ Այսօրվանի մեջ դիտեք։ Հա, այսօրվանի մեջ էլի նկատի ունի։ Արդյոք հանրակրվեն կարող է լինել զվարճալի։ Arm Comedy դիտորդական խումբը հանրաքվեում։ Արագարձական խմբան բարեգործական խմբեր քվեարկության ժամանակ։ Սպորտի նախարարի էպիկական ուղերձը։ Եվ այսպես ավարտվեց համանդրական հանրակրվեն ու դե ոնց որ ավարտվեց յուրաքանչյուր կողմ կարող է իհարկե նեղվել արդյունքներից, դե պաշտոնական տվյալներից նեղվելու է իհարկե ոչի ճամբարը, իսկ Facebook-ա YouTube-ական տվյալներից նեղվելու է կենտրոնական ընտրական ճամբարը։ Սկսենք ավելի լավ հերվից եւ այսպես քվեարկությունը մեկնարկեց։ Գալուս Սահակյանը երազած Հայաստանում է ապրելու փոքր Գալուս Սահակյանը։ Զարգացման։ Ու դե կարևորը ոչ մեկ չի ասում կոնկրետ ոնց է քվեարկել։ Դե հա, չի կարելի, կարող է քարոզչություն համարվի։ Հա, բայց մեր գործընկերը չդիմացավ ու ժեստերի ակնարկների լեզվով ոնց որ բացատրեց որ կողմն է քվեարկել։ Քվեարկել եմ այնպես, ինչպես բացականչում են մարդիկ եւ հաջողության են հասնում, լինի այդ հաջողությունը անձնական, կենցաղային, գիտական թե մարզական, քվեարկել եմ ապագայի ու լավատեսության համար։ Այնպես ինչպես բացականչում են մարդիկ, երբ հաջողության են հասնում, այդ ո՞նց է քվեարկել։ Դե այն բառով, որով մարդիկ ցնծում են, երբ մխիթարանը գոլ է խփում։ Գոլ, հա, գրելա գոլ։ Չէ, այն բառով է քվեարկել, որ օգտագործում են սեքսի վերջում են, որ Հա, Շուշյանը գրել է լավ, տեսնենք ընդդիմությունը ոնց է քվեարկել։ Դու տենց ես բացականչում, հա, վերջում։ Դե միշտ չէ, բայց երբ որ շատ հաջող է ստացվում։ Ես կոչ եմ անում մեր ողջ ժողովրդին գալ եւ քվեարկել ազատորեն առանց բռնանալու իր կամքի վրա։ Եվ մարդիկ լսեցին եւ եկան։ Եվ քվեարկեցին ազատորեն ու անկաշկանդ։ Ու մեկ շատ անկաշկանդ։ Հայաստանի Հանրապետության։ Այսինքն մի պոտենցիալ ոչ պակասեց, փչացավ։ Հա, Բայց ազատության հրապարակում ասում են գնացեք ոչ ասեք։ այդ ինքն է ասում։ Հիմա սա ոնց է ավելի շատ իշխանությանը չձեռ տալի։ Դե ոչինչ, Ռաֆի փոխարեն ոչ ասող մեկա եղել է։ Ենք հարցնում ինչ քվեարկեցիք, այո, ոչ, բայց ինչի համար քվեարկեցիք։ Քվեարկել եմ եւ այո եւ ոչ։ Նենց որ Ռաֆիի ոչը ի վերջո տեղ հասավ։ Այո, շնորհիվ մեր իրավապահների, որտեղ դե չեն ուզում ոչ մեկին դեղացնել, լավն են էլի։ Լավ, կենտրոնանք զվարճանքի վրա։ Քվեարկության ընթացքում գտնվեց ՀՀԿ տատի զույգ քույրը։ Այո, նրանց բաժանել էին ծննդատանը Բոմբեյում ու 97 տարի անց նրանք վերամիավորվեցին։ Հա, այս տիկինը նորից դուրս եկավ հանրապետական շտաբից։ Խնդրում եմ ցույց տվեք ձեր հանրապետականի նշանը։ Հանրապետական տոմսը։ Ցույց տվեք։ Հանրապետականի տոմս չունեմ։ Ուրեմն ինձ մի խանգարեք։ Դուք եք հանրապետական։ Ուրեմն ինձ մի Թող թե մերեսից։ Թող գնացեք այդ տարածքից։ Թող գնաց տարածքից։ Չէ, բայց հին ՀԿ տատը ավելի կոլորիտային է մի տեսակ։ Ահա, բայց ես մեկ ավելի արդյունավետ է, նայ, տենց էլ չթողեց լրագրողը մտնի շտաբ։ Այդ ցալիս, ցալիկը որ եկել եմ։ Տիկին, թողեք դուք։ Ցալիկը որ եկել եմ դուք ոչ շտապ կմտնեք ոչ է։ Տիկին, թողեք ինձ տեղաշարժվեմ։ Ոչ է, ոչ։ Թող գնացեք։ Այս տատուն պետք է ուղարկել սահման պահի։ Իսկ մեկ այլ ընտրատեղամասում մի կին գտել է ինտելիգենտ արտաքինով տղայի, կորզել նրա վստահությունը եւ խլել հեռախոսը։ Հա, դե մեր մեկնաբանությունը կարող է հենց տենց չէր։ Վերադարձնեք ինձ իմ սարքը վերադարձրեք հենց հիմա։ Վերադարձրեք ինձ իմ սարքը հենց հիմա։ Վերադարձրեք իմ Ապաճան դեմդ կինա կայնած, ես ինչ, դու ինչ սկզբից ինչ ձեռ ես գցում, ինչ ես անում ուժանալի։
Այսպես խառնաշփոթ էր տիրում այն ընտրատեղամասում։ Դե վերջում happy end-ը իհարկե եղավ։ Վերցեց կամերան։ Ոնց։ Կախարդական բառն ասեց։ Կախարդական։ Ես խնդրում եմ ձեզ շատ, դուք ինձ իմ սեփականություն հանդիսացող իմ հեռախոսը վերադարձրեք ինձ։ Շնորհակալ, տվեք ինձ։ Տվեք ինձ։ Իմ հեռախոսը վերադարձրեք ինձ։ Դե կախարդական բառ ու մի քիչ ուժ։ Հա, բայց դե լավ վնասեցին, չէ՞ երևի այդ հեռախոսը կամերան։ Մի հատ ցույց կտաս։ Ուրեմն, տեսեք հեռախոսի վրա ինչ եղավ։ Նկարեցի լետի։ Okay, պլստացինք այս անգամ։ Դե իհարկե ինչ ընտրություններ առանց բարեգործության։ Ընտրատեղամասերից մեկի կողքը տեղակայված էր արագ արձագանքման բարեգործական թիմը։ Թիմը կառավարությունից ավելի արդյունավետ ու ավելի արագ պայքարում էր աղքատության դեմ։ Ափր ցփր ձևավորում էր միջին խավը։ Լավ, կաս կտաս։ Հարսի հետ։ Կաս կտաս։ Հա, համեկել հարսս։ Բայց բարեգործը դուրս եկավ առաքինի ու համեստ, ճուզեց իր բարեգործությունը հրապարակվի, PR-վի։ Այո, նա ասեց բարեկամս, լրագրողս մի նկար, ես լավություն եմ անում, ջուրը գցում, ինձ փառք պետք չի, զուտ ուզում եմ օգնել իմ համակարգացիներին։ Ну, համարյա տենց ասեց, էլի։ Ռազմամիջոցը։ Ինչ ցուցակա։ Կոմպարտկես, հա։ Բարեգործը մարդկանց օգնելը համարում էր իր հոգու պարտք։ Ու դա միակ բարեգործը չէր։ Օգնության ձեռք էին մեկնել նաև հերավոր ախլ քաղաքի մեր եղբայրները։ Հա։ Հա, իսկ ինչու ոչ։ Ավելի ուշ ընտրատեղամաս եկավ տղաների մեծ խումբ դարձյալ լրացուցիչ ցուցակներով քվեարկելու համար։ Պարզվեց երկհաղաքացիներ են Ախալքալակից։ Որ մարզից եք։ Միգուցե Ախալքալակից եք կամ Ջավախից եք։ Ախալքալակի ինչ տարբերություն ոչ։ Իսկականից պետք չի տարբերություն դնել։ Մարդս մարդ լինի։ Իհարկե։ Որոշ տեղամասերում միանգամից երկու մարդս մարդ լինի։ Հա, միտեղ երկու հոգի ներկայացան որպես ժառանգության վստահված անձ։ Մեկը էս մեր ընկերը։ Որ դուք պետք չեք։ Դա դուք ոչ մի դեր Եվ ոչ մեկ իրավունք չունի ինձ ասելու դուրս արի կամ դուրս մի արի, քանի որ ես վստահված անձ եմ։ Ինքը կտնում է, եւ մենք վստահված անձը, որին որ ուղարկել է, ինքը կտնում է իսկ այս տերիտասարդը եկել է տեղը։ Ու էս էլ մեր մյուս ընկերը։ Ես իմ համար հանգիստ կայնացեմ, ես ոչ մի խնդիր չունեմ ընդհանրապես, ոչ մի տեղ։ Դուք վստահ եք, որ հենց դուք եք այդ մարդը։ Միանշանակ։ Իսկ այն ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր։ Այո, Arm Comedy-ն գնաց հենց այդ տեղամաս գտնելու ճշմարտությունը։ Մնացեք մեզ հետ եւ կտեսնեք ինչ եղավ։ Դե ասեցինք, հուզիչ է, շատ հուզիչ է լինում։ Մնացեք ու հուզվենք միասին ոնց որ։ Մենք շարունակում ենք հետաքննող դիտորդական առաքելությունը, այս բան հենց տենց ոչ մի արտարոց բան չկա, ինչա կատարվում։ Ոնց չկա արտարոց բան, ակնհայտ քարոզչություն հենա ճպցրածա պատերին։ Չեմ ուզում ցուցամատրել, բայց կոնկրետ ուղղությամբ կարգախոսներ են, ասենք այս մեկը կոնկրետ մարդու անունով չի կարելի, դրա տեղամասում չի կարելի, տենց բաներ։ Մեզ չէ վերջի դեմ։ Ուրա, հանձնաժողովի նախագահ ուրա։ Մենք եկել ենք ահազանգով, ահա նա, այն հերոսը։ Հլը պատմես ինչ խառը պատմություն է։ Ոչ մի ամեն ինչ նորմալ։ Դու ժառանգության վստահված անձն ես։ Այո, միանշանակ։ Ու այն տղեն ժառանգության վստահված անձն էր։ Ինչ։ Այն տղեն, Որ տղան։ որ մի քիչ առաջ ստեղ էր, հիմա չեմ տեսնում։ Եկեք այդ հարցին ես չպատասխանեմ, լավ։ Ես Ոնց է տենց թյուրիմացություն եղել։ Ես իմ բդուկ որտեղից գիտեք ինչ Արդեն հայտնի է։ սա հիմա չգիտես դու ցնցել ես ամբողջ համացանցը։ Պայթեցրել ես։ Համացանցը այնտեղ ցնցվում է ու ցնցվում է։ Ես ասում եմ, հիմա կոնկրետ ես եմ եկել, ուրիշների մասին ես ընդհանրապես չեմ խոսում։ Ես եկել եմ ճշտումները, չգիտեմ արդեն անցկացել են թե չէ, բայց միանշանակ վստահ եմ, ստեղ եմ, ոչ կորելու եմ, ոչ էլ։ Իսկ խախտումներ նկատել ես։ Նու բացի որ երկու հոգի ժառանգությունից է։ Չէ, դեռ խախտումներ չեմ նկատել, ամեն ինչ նորմալ է, ամեն ինչ արդար է։ Մենք նկատեցինք Բաբկեն Արարքցյանին, որը հենց նոր մտավ եւ փորձենք հարցնել ինչ է նա զգում այսօր, բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Լավ։ Որ հնարավոր է այսօր լավ լինել։ Ինչ սպասելիքներ ունեք այսօրվանից։ Ոչ մի։ Եթե կան թաղային հեղինակություններ, խնդրում եմ մի քայլ առաջ թողանեն թաղային հեղինակությունները։ Okay, մենք ուզում ենք ծանոթանալ թաղի հեղինակությունների հետ։ Հա, ոնց որ ծանոթ դեմքեր։ Դե հիմա էլ պատմեք։ Փորձենք հասկանալ ոնց կարելի է հասնել
տենց հեղինակության։ Ես ու Նարեկը վաղուց ուզում ենք դառնալ թաղային հեղինակություններ աշխատում ենք դեղությամբ ու անդադ ինչ որ մի բան խանգարում է, ինչ որ մի բան խանգարում է։ Ես չգիտեմ, կարող է գալ պրակտիկա։ Okay։ Ընթացքում 4 ամիս։ Իսկ Facebook-ով հնարավոր է ինչ որ տենց ընկերություն անենք։ Սերգեյ Հնարավոր է։ չի ունեց։ Ձեր պիցան է կապ։ Սիրգեյ, ուզում ես մի 2 րոպե ոտներս կախկցենք։ Արմավենի ջան, արմավենի, ինչ սիրուն ես ու պայծառ, ես ինչ լավն ես, ես ինչ լավն ես, արմավենի ջան, արմավենի։ Իսկ հիմա անդրադառնանք հանրաքվեին եւ տեսնենք ինչերի հանդիպեց մեր անձնական սեփական դիտորդական խումբը։ Գիտեք, ես ինձ մի փոքր ճիշտ ասած խապված եմ զգում, որովհետեւ դիտորդություն արեցինք, բայց հետո գառնի եղար չեն գնացել։ Բարեկամս, այս շաբաթ գիրեկի ես քեզ խոստանում եմ կտանեմ անձամբ ձեր խմբին։ Ասա մեգա բաժակի սարև։ Մեգա բաժակի սարև։ Եվ այսպես մենք սկսում ենք մեր դիտորդական առաքելությունը, ինչպես ավանդույթն է թելադրում 7-25 տրատեղամասում ենք եւ ես եմ եւ կուրտկայի վրից պիջակ հագած մեր թղթակիցը։ Ոչ նադենց։ Գնացենք։ Խնդրում ենք խոճապի չմատնվել, սա ընդհանրապես դիտորդական առաքելություն է։ Մեզ հետաքրքրում են զվարճալի խախտումներ, միայն զվարճալի խախտումներ։ Եկավ ասա հիշում ես որ դու ինձ ճանգրեցիր 70 տարի առաջ 70 տարի առաջ հետո եկավ այսօր ինձ ճանգրեց ասում որ կուսակցությունն եք ներկայացնում։ Ես կոմունիստական։ Հանրապետականները չեն ճնշում։ Չէ, հանրապետական ես կոմունիստ եմ, կոմունիստով կարող է ճնշել ոչ մեկը։ Դե 70 տարի հա, բայց հետո ոնց որ հիմա Պասպորտը տուր։ Չէ, մենք 5 ոսկորներ ես միշտ մնացել ենք ամուր եւ ոչ մեկից չենք վախենում, իմացի։ Ահա եւ մեր ամենասիրած տեղամասը, որտեղ ամեն ինչ այսօր ընթանում է ինչպես։ Շատ լավ։ Շատ լավ։ Դուք համաձայն եք այդ կարծիքի հետ։ Իհարկե։ Okay, իսկ դուք համաձայն եք որ շատ լավ է։ Շատ լավ այն խոսքը չի։ Ընդդիմությունից մարդ չկա այդտեղ։ Ուրա, ժառանգության վստահված անց։ Բարև։ Բարև ապերել են քեզ ընկեր ողջույն։ Բայց մի հատ ուղենք էլի ես ժառանգության թղթով եմ, բայց ժառանգությունից չեմ։ Դե ես հայազնից եմ իրական։ Հայազնից ես։ Բայց խախտում հələ որ չի եղել։ Լավ էլի։ Հա ինչ։ Ասենք եկել ենք բան նկարենք։ Հա դե ընդհանրապես խախտում։ Չէ, դու մի օր։ Նիկին Բախշյան։ Hey, Նատալիա Շուտարի։ Պատմեք ոնց ինչ։ Մի փոքր խցանում ստեղծեցի։ Լավ։ Okay։ Զգացումս ցենց շատ կասկածելի դրական է, որովհետև ես էլ ուր գնացել եմ ամեն ինչ Ինչ-որ նոր Դե քաշում են էլի, հա, քաշում են։ Դա էլ քաշել նոր ձև է այդ խաղաղ նորմալ անցկացնելը։ Որտեղ են փորձում մեզ գցեն։ Այդ այլ ես էլ եմ այդ մտածում, ես էլ եմ այդ ուզում հասկանամ ինչ է նշանակում, արդյոք ինչ որ բան է փոխվել։ Քանի որ շարժվում ենք օրենքի տառով, Սերգեյը հեսա տեսնում եք Սերգեյը տեղամասում փաստացի չի գտնվում։ Հա, իսկ մենք փորձենք բարձել ինչա կատարվում լցոնում։ Լցոնում չեմ Կրկնակի քվեարկություն կամ այս մեկը երբեք չեն արել կրկնակի լցոնում։ Բակի տղաները դուրսը ինչ որ ուղղորդումներ են անում։ Թաղային հեղինակությունները գուցե։ Դե ձև չի ասի շատ։ Հեղինակավոր չեն, հա։ Բարև ձեզ, խնդրում ենք խոճապի չմատնվել, սա սովորական դիտորդական առաքելություն է, մի փոքր խնդրանք, խնդրում ենք թաղային հեղինակություններին մի քայլ առաջ անել, շատ ենք ուզում ծանոթանալ թաղային հեղինակությունների հետ, ես ու Նարեկը։ Ես հանձնաժողովի անդամ եմ։ Որ խմբակցի կուսակցությունից հակից։ Դե ասեք, դե։ Ոնց է, ինչ կա, Ինչը ստեղ։ Ըհը։ Լոխ լավ է։ Հիմա Հակից եք։ Հաստատ հակից եք։ Դաշնակցությունից եք։ Աստված չան, ինչ ես ասում, այն արեք։ Ես մեր տնից եմ, մեր գյուղից եմ։ Լսում եմ։ Как все проходит? Проголосовали, все прошло хорошо? У меня отлично. А вот не знаю, за кого голосовали. А вы уже закончили голосовать? Да. Еще не знаете, за кого? Главное, что от души. Но я хотела за Алексаняна голосовать. А надо было написать за Алексаняна просто. А мне не сказали, говорят, ни за кого. Птичку поставьте и все.
Да и нет. Я Нам ничего не говорите. Это даже оставаться секретом. Իսկ ռոյալը ինչ դեր է խաղում, արդեն օգտագործվել է թե վերջում արդեն հաշվել։ Վերջում, այո, անպայման։ Եվ ասեմ ձեզ, որ ռոյալը անկախ արդյունքներից մեկը օգտագործվելու, այսինքն այոն կհաղթի թե ոչը կար, մեկը ռոյալը նվագելու ենք ու գնանք։ Ուղղակի կարող է լինի դդդդմ կամ կարող է լինի տրդմ տան տրդմ։ Անկախ ամեն ինչից տրրմ տմտմա լինելու, իսկ դդդմ կամ ով ոնց ուզում է թող ընդունի։ Մենք փնտրում ենք թաղային հեղինակությունների։ Ուզում ենք ծանոթանանք, մենք վաղուց ուզում ենք ծանոթանանք թաղային հեղինակությունների հետ ու չենք կարող գտնել։ Չէ, այդպես որ դուք թռնում եք, դա մալականներն են։ Այս ցեղը կոչվում է ապրիգոնի։ Կոչվում է ապրիգոնի։ Ես իմանել եմ Սերգեյ։ Դե շատ լավ է։ Օ, բայց ինձ Սերգեյ ջանեն ասում, ես ուզում եմ այդ անունը վրան դնեմ, այ մեր բանի ժամանակ, հաղորդման ժամանակ։ Այս սիրունտային ասես Սերգեյ ջան, այս Սերգեյ իմանել է, իմանում Սերգեյ ջանը։ Հիմա ես Սերգեյ ջան եմ։ Իհարկե Սերգեյ ջան է, Սերգեյ ջան։ Իսկ ես Սերգեյ ջան ասենք, Սերգեյ ջան լսենք։ Ձեր խոսակցության ընթացքում։ Ինչ խնդիրն ընթացքում անկաշկանդ մոտեցեք, պատմեք, մենք այստեղ ենք ձեզ օգնելու համար։ Մենք այստեղ ենք, որ այս ընտրությունները դառնա ավելի հեշտ, ավելի լավ ու ավելի արդար։ Իսկ հիմա լսում ենք բողոքներ։ Ահա, всё, հակից, այ հիմա ուրեմն պատմեք, ամեն ինչ պատմեք։ Որտեղ են մեզ քաշում։ Ընտրությունը քվեարկում են հանգիստ լարվածություն հայազգային կոնգրես։ Չէ։ Ես էլ հանրապետական հանգիստ խաղաղ իմ ընկերու համար ասեցի։ Որը ժառանգությունից մի հատ ֆիքսենք իր համար ասի որ դու հակից ես։ Կարելի է երկու բարձես հետ, քանի որ հանրապետականի վստահված անցնենք։ Ինչ որ ճնշումներ կան ձեր վրա։ Ընդհանրապես շնչում չի եղել։ Ընդդիմությունը չի ահաբեկում։ Ոչ մի բան։ Փորձել են գնել ձեր անդամներին։ Դա բացառվում է։ Իսկ ընդդիմադիր թաղային հեղինակությունները չեն փորձում ահաբեկել։ Դա բացառվում է, քանի որ ես տարածքի տաղամասի լիազոր ներկայացուցիչ ես։ Ինչ որտեղ հեղինակություն եք պաստորը։ Հա, բարձր, բոլոր սեփական տնի հեղինակությունը ես եմ։ Թաղային հեղինակությունից։ Այս թաղում, այս թաղում։ Շատ լավ է։ Մենք ձեզ գիտեք ինչքան ենք փնտրել։ Մալացիայից։ Մենք ձեզ փնտրել ենք։ Իսկ չեք կարող փնտրեք։ Ինչ եք կարող փնտրեք։ Այո։ Հիմա օքեյ է, եթե մենք գնանք արդեն նորմալ է, տենց ոչ մի խնդիր չունենք։ Մենք կարանք գնանք արդեն։ Չի կարող գնանք, բայց ամեն ինչ նորմալ է գտնում ես։ Տեսնում եք սպիտակ, փոքրիկ արջուկ Սերգեյը։ Սերգեյ հլասա։ Հաջորդ լուրը մի տեսակ նույնիսկ չգիտենք որտեղից սկսենք։ Հա, այն պահերից է, որ սկզբից չես հավատում, հետո կարդում ես, հետո մի քիչ էլի չես հավատում ու նորից ես կարդում։ Մի խոսքով սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ հրապարակեց իր շնորհավորական ուղերձը հաշմանդամներին։ Շնորհավորում եմ հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ նրանց լինել ակտիվ, նախաձեռնող եւ իրենց կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին։ Հիմա ոնց բացատրենք, որ հաշմանդամների միջազգային օրը դա տենց տոն չի, ոնց որ նոր տարին է, դա ՄԱԿ-ի կողմից նշանակված օր է, երբ միջոցառումներ են կազմակերպվում հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակական կյանքին միասնացնելու նպատակով։ Լավ, հիմա կարող է շնորհավորանքը տենց պատահաբար է հայտնվել այդ նամակում։ Պատահաբար։ Կարող է Word-ը Photoshop-էլ է ինքնիրան պատահաբար։ Կրկին շնորհավորում եմ հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ։ Բան չասացի։ Դե փորձենք իհարկե դրականը տեսնել այս ամենի մեջ։ Մարդը հիշել է այդ օրը, հաշվանդամ չի ասել։ Դա հսկայական պլյուս է։ Հետո շատ ավելի հաջող էր ստացվել, քան իր դեկտեմբերի 1-ի ուղերձը ՁԻԱ-ի համաշխարհային օրվա առիթով։ Շնորհավորում եմ ՁԻԱՀ-ով հիվանդ բոլոր անձանց ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Ժամանակին ձեր միավ անալիզը դրական է եղել, բայց թող դա ձեր կյանքի միակ դրական բանը չլինի։ Մաղթում եմ ձեզ լինել ակտիվ, նախաձեռնող եւ ձեր կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին։ Կրկին շնորհավորում եմ ձեր նախարար։
Ծրված սկլերոզի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ անպայման։ Շնորհավորում եմ ծրված սկլերոզ ունեցող բոլոր անձանց ծրված սկլերոզի միջազգային օրվա կապակցությամբ։ Հասկանում եմ, որ այս տողերը ընթերցելիս դուք երևի արդեն մոռացաք, որ ես ձեզ շնորհավորել եմ։ Դրա համար եւս մեկ անգամ ասում եմ շնորհավոր։ Մաղթում եմ ձեզ լինել ակտիվ, նախաձեռնող եւ ձեր կարողությունների չափով մասնակցել մեր հայրենիքի կառուցման եւ հզորացման գործին։ Կրկնում եմ, եղեք ակտիվ եւ նախաձեռնող։ Կրկին շնորհավորում եմ ծրված սկլերոզի օրվա կապակցությամբ։ Ձեր նախարար։ Այն որ ձեզ շնորհավորեց։ Եվ իհարկե նրա ուղերձը վերջին մեռելոցի կապակցությամբ։ Չէ։ Հա, բայց ախր ինչ անենք։ Լավ։ Եվ այսպես այսօր մեռելոց է։ Թույլ տվեք սրտանց կներեք տեխնիկական վրիպակեր։ Մի խոսքով եկեք տարբերակենք տոնը իրազեկման, ակնածանքի, հիշատակի եւ այլ տեսակի օրերից։ Կամ ուղերձը հրապարակելուց առաջ ասես մտքում կարդանք, էլի, ասես մի հատ վրայով անցնենք։ Բայց կարող ասես մեր գործին ենք խփում։ Հա։ Ամեն ինչ լավ էր։ Մենք ձեզ հետ ենք։ Այսքան էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտենք օրվա վիդեո բոցը։ Սանդվիչի կարիք։ Իհարկե ոչ։ Կատուներ սկուտեն։ Եկեք ձեզ ապահովեմ սննդով։ Բայմացար Քիմ Կարդաշյանի երկրորդ երեխան ծնվեց։ Վայ, շնորհավոր, այշները լույս։ Ամով բալի կլինի, միշտ ծնողների գլխից անպակաս։ Դու ես ասում ես։ Ես հետո սելֆի ունեմ։ Where's all of my kid, the baby? And he keeps them out of sight.